Ինչ նկատի ունենք, երբ օգտագործում ենք այս անգամ աշխարհը կարգախոսը։ Այն անցյալի շղթաները ջարդելու հայտարարություն է։ Դարերով մենք պայքարել ենք միայն պահպանվելու համար, սահմանափակվելով բացառապես մեր ներքին խնդիրներով։ Այս անգամ աշխարհը նշանակում է, որ մենք հրաժարվում ենք փոքր մտածողությունից, զոհի հոգեբանությունից եւ միայն ինքնապաշտպանական դիրքերից։ Մենք վերջապես պատրաստ ենք կրկին վերածվել ուժի գործոնի եւ դուրս գալ համաշխարհային դաշտ։ Այն մեր ազգի հավակնությունների բարձրացումն է։ Այս կարգախոսը մեր ազգին հիշեցնում է, որ հայկական հարցը միայն ներկայիս Հայաստանի սահմանների մեջ սահմանափակված խնդիր չէ։ Մեր ազգը ունի բավարար մտավոր, ռազմաքաղաքական եւ հոգեվոր ներուժ միջազգային հարթակներում շատ կարևոր դեր խաղալու համար։ Այն համաշխարհային ասպարեզում մեր քաղաքական պայքարի դրսևորումն է։ Աշխարհը փոխվում է, ուժային կենտրոնները ապակայունանում են եւ գերտերությունները կանգնած են կործանման եզրին։ Այս անգամ աշխարհը նշանակում է, մենք չենք սպասելու, որ աշխարհը որոշի մեր ճակատագիրը։ Մենք ենք մտնելու աշխարհաքաղաքական խաղի մեջ մեր օրակարգով, որպեսզի մենք կերտենք մեր ապագան, քանի որ մենք ենք տերը մեր ճակատագրի։ Այն մեր հաղթական ոգու վերականգնումն է։ Կարգախոսը կոտրում է պարտվողական ու հանձնվողական մտածելակերպը։ Այն ուղերձ է մեր հայրենակիցներին ու ողջ աշխարհին, որ հայությունը իրավունք ունի ոչ միայն գոյատևել, այլև հաղթել, բարգավաճել, ընդլայնվել եւ մեծ ազդեցություն ունենալ քաղաքակրթության վրա։ Այս անգամ աշխարհը նշանակում է, որ մեր ազատագրական պայքարը այս անգամ ստանալու է համաշխարհային ճանաչողություն։ Մեր հայկական լեռնաաշխարհից արիական ցեղի ու ողջ մարդկության համար սկսելու մի նոր զարթոնքի կայծ։ Այս կարգախոսը մեզ հուշում է, որ անցյալ դարում մեր պայքարը կիսատ մնաց, բայց այս անգամ աշխարհի առջև մենք մեր երկաթե կամքով այն հասնելու ենք հաղթական ավարտին։